ղեկավարին ասեք, որ պահանջում ենք, ինչպես մի ձեր տվեք։ Շանում ա ձեր մի տվեք։ Ես լսեցի ձեր տվեք։ Ես հավաքանի եմ ու կարող ենք բարձրանալ, ինչի չի աշխատում։ Վարչական շրջանի ղեկավարի, որպես հավաքանի բոլոր Երևան կառույցում գործող ուր է գնացել, բա։ Քաղաքապետարանում է հարցել եմ, ասել են ստեղ չի։ Խախել է ինքը, ժողովուրդ, ինքը պիտի պատասխան տա։ Քաղաքապետը տեղում չի, հենց հիմա դրսում է։ Քաղաքապետարանում է։ Ուրեմն նորից կրկնեմ, քաղաքապետը կոնկրետ մետրոյի կայարանում է, ես եկել եմ, այն անպատասխանատու մարդուն, ով որ կարող է զանգել հետևից արտահայտություն թույլ տալ, իր երեսին նայեմ, իմ ասելիքը ասեմ ու իր երեսին, վարչական շրջանի անլվա ղեկավարի, ով որ իրան թույլ է տվել ոչ պարկեշտ պահված, ով որ դե մի շուտով կիմանաք, ես սենց ասեմ ձեզ, ես որպես ավականի իրավունք ունեմ ցանկացած շենք մտնելու քաղաքապետան, ինչի համար իմ այդին չի ճանաչում, ով ասա պատասխանատու։ Երբեք եկե այդին ներկայացնել։ Ես քաղաքապետարանում եմ ներկայացրել, իմ ֆեյսը ճանաչում է։ Կապ չունի բոլոր շենքերը ես կարող եմ մտնել։ Դուք լուրջ եք ասում։ Դուք լուրջ եք ասում։ Անհարմար է, ձեր ինչ պաշտոն եք զբաղեցնում։ Տնտեսվարը դուք անվտանգության հետ ինչ գործ ունեք։ Պարետին է ենթարկում։ Ուրեմն, բայց հայ անվտանգության հետ դուք ինչ։ Ուրեմն այդ վախկոտ ցռան վարչական շրջանի ղեկավարին բարիս ուղի իմաստով շատ լավ իմացել է ժամը 3-ին գալու եմ ստե, պարտավորը ստեղն է։ Եթե դες թռած է ինքը, եթե ինքը թռած է, մենք շարունակենք մեր ակցիան։ Ուրեմն շարունակում ենք։ Այստեղ հատատել բանը։ Ուրեմն Ժողովուրդ ջան, եկել ենք պատասխան ուզելու, վարչական շրջանի ճակերտավոր ղեկավարը թռել է, ինքը բեզաչոտնիկ է։ Ինչա։ Բեզաչոտնիկ, թե քաղաքական, թե տղայական առումով։ Անունը կասեք վարչական ղեկավարին։ Ոչ բարոք Ես ոչ ու բարովն է։ Տիգրան Տեր-Մարգարյան։ Ուրեմն Ժողովուրդ ջան, հիմա ես Ձեր նկարը պահեք էստեղ, որտեղ չասրիկ նկարը։ Ձայնագրությունն եմ միացնում ու հիմա ղեկավարի խոսակցությունը։ Դուք հրապարակային ասել եք, որ գալու եք, այսինքն նա միտում նավը տարածքից է։ Թռել է։ Գուցե տարածքում փախեց ամուսը։ Հա? Բա ի՞նչ է, լոջիկը հլենալը։ Լոջիկը առանց պարաշուտի է։ Հեսա թռնում է։ Լոջիկ չի, ուրիշ բան էլ է։ Ուրիշ Թռած արա։ Լոջիկը գոնե լուրջ գործ են անում։ Ուրեմն Ժողովուրդ ջան, խնդրեմ խոսափոխները մի փոքր մոտիկացնենք։ Ես հիմա միացնեմ ձայնագրությունը ամբողջ խոսակցության։ Տուրայրը միաժ։ Լկներեք էլի, Ժողովուրդ ջան, Սա ձեր տեսանյութը հրապարակելուց հետո։ տեսանյութը հրապարակելուց հետո։ Տիգրան Տեր-Մարգարյանը զանգում է ինձ։ Ժողովուրդ ջան, մի փոքր աղմուկա, որ զայնագրությունը բոլորին լսելի լինի։ Սկոջի ձայնագրություն։ Չափը այդ որ նյութ եք անում թաղապետին մատնանշում եք, որ թափեմ երկուսի վրեն, կողմ Էսրոպի։ Լսի, թափեմ ես քո վրեն, արա։ Դերը դեք տենանք, արա։ Թափեմ վրեն, արա։ Լսի, այ հա։ Լսի, որնա, տեղ ժամք պայմանավորվեք տենանք իրանք, այ թափեմ մրթիտ։ Ու պատասխան ես տալու, այ համբալ։ Ոնց որ իշխան դեպքից շպտացիք, լավը զգացիք ոգևորվար, արա։ Այ համբալ։ Հեսա տենայի հալըտ ինչ ալնելու, արա։ Կար լխելու եմ քեզի, այ համբալ։ Քեզի դրել ես ծարի տեղ ժամ կացես, եղավ արա։ Քեզ որ դնում ես Ներողություն եմ խնդրում այս ձայնագրության արտահայտությունների համար, ինքը ոչ եթերային է, Փողոցային սակայն հանգամանքները այնպիսի են հասել, իրավիճակի են հասել, որ հանրայնացումը անհրաժեշտ է, քանի որ այս իշխանությունը հնչեցնում է, որ ժողովրդավար իշխանություն են իրանք, սակայն մենք տեսնում ենք խուլիգանական պահվածք է, ոչ վարչական շրջանի ղեկավարի վայել պահվածք է, որ զանգում է հայ յուանքա տալի, բացի պաշտոնյանից ինքը լավ տղա չի, ինքը, ասենք, փողոցայինով որ խոսենք, ինքը թռած թաղապետ է, որ մարդուն ասում են տեղ ժամ պայմանավորվում են գնանք տենանք, չի գալի,
Այն որ ասում են, որ հետո ուրիշ տեղեր չասի, դե ինքը բլոգերա բան, էլի, սենց ոգևորված չխոսա, թռելա։ Հիմա ինքը գիտի, որ ստե եմ գալու։ Զանգերից չի պատասխանել։ Հիմա եկել եմ, ժողովուրդ ջան, իրան պատասխանատվության ենթարկեմ։ Ու հիմա Ուրեմն ժողովուրդ ջան, ես հիմա հրապարակայնորեն ասեմ ու նաև Տիգրան Ավինյան ձեզ ուղիղ այս փնթու հիմի թափելը մրցումներին ու երեստերին կտեսնի ինքը որնա մնաց պաշտոնավարեց հավասարաչափ պատասխանատվություն կրում եք դուք այսինքն ԿՊ-ն հանրապետությունը միասին Սիրելի այնակիցներ, այս հանրապետությունը որ կա, իր նպատակը կեղծ ընդդիմադիր լինելով հանդերձ, գա նմանատիպ լկտիանա։ Իսկ մանկապարտեզի փողը ուրանալը 300 միլիոն դրամ ծախսելու արդյունք չտեսնելը անավարտ թողել այդ process-ը 300 միլիոն է եղել դրա արժեքը։ Մի ծախսել եք, թե չեք ծախսել, ասեք, օրինակի համար։ Դրանից նեղվում ես, հետևդ պաժարը անգնում, կհանգստացնենք քեզ։ Ու հիմա որ դեմքի շփե այդ ամբողջը ինչը կար ինքը հասկանում